Քրիս Փեն։ Իրական անունը Քրիստոֆեր Շենոն Փեն։ Ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մահացել է 2006 թվականի հունվարի 24-ին 40 տարեկանում։ Փենը ծնվել է 1965 թվականին Լոս Անջելեսում։ Դերասան և ռեժիսոր Լեո Փենի և դերասանուհի Էլին Ռայանի ընտանիքում։ Նրա հայրական տատն ու պապը հրեան ներգաղթյալներ էին Լիտվայից և Ռուսաստանից, իսկ մայրը իտալական և իռլանդական ծագումով կաթոլիկ էր։ Նրա ավագ եղբայրներն են դերասան Շոն Փենը և երաժիշտ Մայքլ Փենը։ 12 տարեկանում նա իր դեբյուտը կատարեց կինոյում 1979 թվականի Չարլիի Գավառիաչի Ստևյատնիկ ֆիլմում։ 1983 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեցին «Բայցովայա Ռիբկա» և «Վերնիե Խոդի» ֆիլմերը։ Քրիսն անմիջապես հռչակ ձեռք բերեց որպես տաղանդավոր դերասան։ 1983 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ, որտեղ Քրիսը նկարահանվում է հայտնի դերասան Թոմ Քրուզի հետ, և նա սկսում է աշխատել նաև այլ նախագծերի վրա։ Նրա դերերն այնքան տարբեր էին, որ մի ֆիլմում նա խաղում էր չարագործի, մյուսում սոցիալական անարդարության դեմ պաշտպանի, երրորդում նա զավեշտական դեր ուներ։ Նա հեշտությամբ ինչպես վայել է իսկական տաղանդի, գիտեր վերամարմնավորվել։ Փենին մահացած են գտել Սանտա Մոնիկայի իր բնակարանում 2006 թվականի հունվարի 24-ին։ Նա մահացավ առեղծվածային հանգամանքներում 40 տարեկանում։ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության դիահերձումը և հետագա թունաբանական զեկույցը ցույց տվեցին, որ մահվան հիմնական պատճառը սրտի հիվանդությունն է։ Զեկույցում նշվում է նաև, որ նրա մահվան պատճառ կարող են հանդիսանալ դեղատոմսով ստացված պրոմետազին դեղամիջոցը կոդեինով և մեծացած սիրտը։ Թունաբանական զեկույցը ցույց է տվել, որ նրա արյան մեջ հայտնաբերվել են վալիում, մորֆին, մարիխուանա և կոդեինի բարձր մակարդակ, սակայն Փենի մահը նույնպես մնաց առեղծված։ Իր կարիերայի ընթացքում նա 3 անգամ արժանացել է լավագույն դերասան մրցանակին։ Նա առանձնանում էր իր խարիզմայով ու տաղանդով, խաղում էր բազմազան դերեր։ Իր կինոկարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 60 տարբեր դերեր։ Փենը մարմնավորել է նաև շատ դրամատիկ հերոսների, սակայն նրան բոլորը հիշում են որպես կատակերգական դերասան իր վառ կատակերգական խարիզմայի շնորհիվ։ River Phoenix